Կարելի է շատ մեկնաբանություններ տալ, կան շատ դասական, դասագրքային մեկնաբանություններ, օրինակ ճարտարապետությունը մարդու կյանքի որակի ձևավորման կամ միջավայրի ձևավորման արվեստն է։ Բոլորն էլ ճիշտ են, բոլորն էլ գրագետ են, մեկնաբանված են պրոֆեսիոնալ մարդկանց կողմից, մասնագետների կողմից։ Ես կուզենամ առանձնացնել մի քանի ուղղություն, թե իմ պատկերացմամբ ինչ բան է ճարտարապետությունը, ճարտարապետության դերը, նշանակությունը, ռազմավարությունը։ Սկզբի համար կուզենամ մի միտք ասել, որը որ շատ տիպուկ է։ Մեր մեծ ճարտարապետներից Ռաֆայել Իսրայելյանը մի լավ խոսք ուներ, ասում էր. ճարտարապետությունը մեծ զգացմունքների եւ խոր ապրումների արդյունք է, որը կրում է սրտիդ մեջ։ Այսինքն ճարտարապետությունը լինելով գիտություն կամ լինելով արվեստ, պիտի աշխատես ոչ միայն մտքով, նաև սրտով։ Եվ այդ գրագետ միացման եւ կոմբինացիայի արդյունքում դու կունենաս գրագետ ճարտարապետություն։ Բայց նաև ճարտարապետությունը, քանի որ ինքը նյութեղեն գործեր են, նյութեղեն արվեստ է, ինքը նաև հայլի է։ Ճարտարապետությունը հայլի է, որը արտացոլում է տվյալ ազգի, տվյալ ժողովրդի հոգևոր, մշակութային, պետականամետ մտածելակերպի մենտալիտետը եւ այդ ամեն ինչը արտացոլվում է ճարտարապետության մեջ։ Ինքը արտացոլում է պատասխանատվության զգացումը քո հայրենիքի հանդեպ, քո պետության հանդեպ, քո նախնյաց փառքի հանդեպ, քո պատմության հանդեպ, քո հոգևոր արժեքների հանդեպ։ Ինքը ուղղակիորեն արտացոլում է եւ ցույց է տալիս, թե այդ ժողովուրդը կամ տվյալ ժամանակահատվածը ինչ մակարդակ է։ Եվ մեր պատմության, մեր ճարտարապետության, մեր քաղաքաշինության տարբեր շերտեր, երբ մենք ուսումնասիրում ենք, այդ արտացոլումը հստակ երևում է։ Եվ այն ինչ որ մենք այսօր ունենք մեր քաղաքում եւ մեր որակական մակարդակը, մեր մենտալիտետը հստակ արտահայտվում է ճարտարապետության միջոցով։ Ճարտարապետությունը բացի դրանից ունի շատ հստակ ռազմավարություն, որը որ ես կուզենամ շեշտեմ։ Այդ կախված է նրանից, որ ինքը լինելով արվեստ կամ լուծելով քաղաքաշինական խնդիրներ, նաև ունի շատ կարևոր ռազմավարական նշանակություն։ Մեր մեծերը ունեն sense մի հատ կարևոր բան, խնդիր դրած, երկիրը պաշտպանել կամ երկիրը արժեքները պաշտպանել սրով եւ գրչով։ Գրիչը հավասարազոր է նաև սրին։ Այդ հարցը միշտ բարձրացրել են։ Ճարտարապետությունը գրչով պաշտպանելու ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Մենք ապրելով մի տարածաշրջանում եւ ապրելով մի իրավիճակում դարեր շարունակ միշտ բախվել ենք մի իրավիճակի, երբ որ մենք մեր ինքնությունը, մեր ով լինելը, մեր տանտեր լինելը ստիպված ենք եղել ապացուցելու։ Ճարտարապետությունը այն հզոր միջոցն է քո հոգևոր մշակութային պատմական, ժառանգական այդ ամբողջ արժեքը եւ բազան ներկայացնելու։ Եվ ես կարծում եմ, որ քո տանտեր լինելը նաև պիտի կարողանաս քո ճարտարապետությամբ ապացուցել, այսինքն քո ճարտարապետությունը պիտի լինի տանտիրոջ ճարտարապետություն։ Այստեղ ձևը բովանդակությունը դրվում է մի կողմ։ Այստեղ ինչպես անելն է գալիս առաջ։ Եվ ես կարծում եմ, որ արդեն յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր ազգ իր ճարտարապետությունը մշակելու ժամանակ, դարեր շարունակ, ինչ-ինչ ժամանակներում բախվել է նաև այդ հարցին։ Այստեղ արդեն հարց է գալիս, թե ինչ բան է ազգի ճարտարապետություն, ինչ բան է տանտիրոջ ճարտարապետություն, ինչ բան է ազգային ճարտարապետություն։ Իմ պատկերացմամբ ազգային ճարտարապետության դերը կամ առհասարակ ազգային ճարտարապետությունը մենակ ձևն ու բովանդակությունը չի։ Ազգային ճարտարապետությունը
այդ մտածելակերպը, ազգային ճարտարապետությունը ազգին, պետությանը, պետականաշինությանը, հայրենաշինությանը ծառայացնելու միջոց է, որովհետև մենք ցավոք սրտի տեսնում ենք եւ ձև եւ բովանդակությունը առաջ տանելու փորձեր, երբ որ փորձ է արվում հին օգտագործված ճարտարապետական լուծումները ազգային ճարտարապետության վերցնել եւ տեղին անտեղին համադրել ինչ-որ լուծումների, դրա վատագույն օրինակներից մեկը, երբ որ Զվարթնոց օտարնավակայանից մենք գալիս ենք դեպի Երևան, այդ Արգավանդի ճանապարհին խառը կառուցապատումը ուղղակի ներկած է տարբեր գույներով եւ մանրանկարներից վերցրած էլեմենտներ շատ վատ կատարումով, ասես ուղղակի կպցրած են ինչ-որ մի հատ, չգիտեմ, ավտոպայստամասերի մի հատ խանութի, մի հատ շաուրմայանոցի, մի հատ, չգիտեմ, մենատան եւ այլն եւ այլն։ Այսինքն ձևն ու բովանդակությունը վերցնել ու դնել խնդիր չի լուծում։ Իսկ այդ ազգային ճարտարապետության հիմքում իմ կարծիքով հարգանքն է։ Հարգանքը իր ժառանգությանը, հարգանքը մեծերին, հարգանքը ձևավորված մշակույթին, հարգանքը քո հոգևոր եւ մշակութային շերտերին։ Դրա վառ օրինակը, որը որ ինձ փոքրուց ապշեցրել էր, այն էր, որ Մոսկվա կինոթատրոնի հրապարակում, երբ որ մենք ունենք հստակ ձևավորված կառուցապատում, բունյաթյանական հյուրանոցը, Տիրան Երկանյանի Քոչարի Մոսկվա կինոթատրոնը, Մազմանյանի թատրոնը եւ հին 19-րդ դարի շերտի կառուցապատումներ, խնդիր առաջացավ կառուցել նկարիչների միության շենքը հյուրանոցի շարունակության վրա, Բունյաթյանի շարունակության վրա։ Եվ այդ առաջադրանքը տրվեց Ռաֆայել Իսրայելյանին։ Եվ Իսրայելյանը, ով ինչ էլ աներ, կլիներ շեդևր իր ձեռագրով, գերադասեց անսամբլը, գերադասեց հարգանքը իր մեծերին, իր քաղաքին, իր ազգին եւ իր անունը դնելով մի կողմ, ինքը ծառայացրեց այդ ամբողջ տաղանդը եւ արեց մի լուծում, որը դարավ շարունակությունը հյուրանոցի, ու շատերը այսօր չեն իմանում, որ դա մեր մեծ վարպետի արածն է։ Այսինքն հենց դա ազգային ճարտարապետությունն է։ Ազգային ճարտարապետությունը առաջերտին մտածելակերպ է, առաջերտին պատասխանատվության զգացումն է։ Դու կարող ես անել շատ ժամանակակից մի լուծում, բայց այդ շատ ժամանակակից լուծումը խթանի եւ դառնա միջոց, որով քո պատմական շերտերը, քո ինքնորոշումը ապացուցող, քո ազգի այդ իսկական գեղեցիկ արժեքները իր մեջ պարունակող կառույցները ավելիով ընդգծվեն, այսինքն դու դառնաս միջոց, որով դրանք կընկալվեն, ու դու անգամ չհիշատակվես։ Այսինքն այստեղ խնդիրը եղավ, որ ազգային մտածելակերպն է ազգային ճարտարապետությունը, ոչ թե ձևն ու բովանդակությունը։ Ծառայացնել քո միջոցները ազգին, պետությանը, պետականաշինությանը, քո սերունդների դաստիարակմանը եւ ապագային։ Հարգանք նախնյաց, ներկա խնդիրներ լուծել նաեւ քաղաքաշինական խնդիրները եւ ապագայի համար տալ շատ ուժեղ դպրոց, որ կարողանան ապագա սերունդը նույն ձև մտածելակերպ ունենան։ Իմ կարծիքով ճարտարապետությունը այն տեսեք օրինակ Իսրայելյանի այդ մոտեցումը խոսում էր, որ ինչպես մեր մեծերն էին ասում, եսը փոխել մեծ մենքի հետ, այսինքն ստորադասել իր անձը հանուն մեծի։ Ճարտարապետությունը հենց այդ է։ Մանավանդ եթե մենք ապրում ենք այս ժամանակներում, երբ որ խնդիր ունենք մեր ով լինելը ապացուցելու, եթե մենք տանտեր ենք, մենք պետք է տանտիրոջ պես պահենք, ունենանք մեր բան, բայց այսինքն այստեղ խնդիրը այն չի, թե ժամանակակից մտածելակերպը հակասում է այդ ամեն ինչին, եղիր ժամանակակից, եղիր թարմ, եղիր, որտեղ մեր բոլոր մեծերը իրենց ժամանակներում եղել են նորարար։ Դրթատներ եղել նորարար, Թամանյանն էր նորարար, Իսրայելյանն էր նորարար, մեր մոդեռնիստի վարպետներն էին նորարար, բայց իրենք բոլորն էլ այդ ամբողջ ներուժը ծառայացրեցին իրենց ազգին եւ համաշխարհային ճարտարապետությանը։